Դուք երբևիցե չորացած հացով հացադիլիմներ պատրաստել եք, եկեք այսօր պատրաստենք և ընթացքը ամբողջովին ցուցադրեմ։ Հարգելիներս, եկեք այսօր հացադիլիմներ պատրաստենք և սիրով մատուցենք։ Յուրաքանչյուր հացից, ուղղանկարից կլինի, մատնաքաշից կլինի, կարելի է այսպես բարակ կտորների կտրատել և պատրաստել հացադիլիմ։ Ափսեի մեջ կոտրեցի 3 հատ ձու և կավելացնեմ թթվասեր։ Կավելացնեմ նաև կարմիր քաղցր պղպեղ և աղ։ Եվ մի փոքր էլ ձիթայուղ կավելացնեմ և խառնեմ ու կսկսեմ թաթախել մեր հացիկները և թխել։ Հարգելիներս, մեր հացադիլիմները երկու կողմից շատ սիրուն կարմրացնում ենք և հետո տեղավորում ենք անձեռոցիկի վրա, որպեսզի հավելյալ յուղը դուրս տա։ Եվ այսպիսով, հարգելիներս, մեր հացադիլիմները պատրաստ են, շատ ընտիր ախորժաբեր տեսք ունեն, դուք էլ կարող եք պատրաստեք և մատուցեք սիրով։ Ասեմ, որ կարող եք առավոտյան թեյի հետ այսպիսի հացադիլիմ պատրաստեք, եթե տանը դեռ գնված առավոտյան թարմ հաց չունեք, հին հացով դուք կարող եք այսպիսի հացադիլիմներ պատրաստել և հագեցած նախաճաշ ունենալ։ Հավելեմ նաև, որ հավկիթների հետ դուք կարող եք տարբեր համեմունքներ ավելացնել ձեր նախընտրությամբ և համային առումով արդեն ուրիշ համի հացադիլիմներ կստացվի։ Ես այս անգամ ընդամենը ավելացրել եմ թթվասեր, աղ և քաղցր պղպեղ, մի փոքր էլ ձիթայուղ։